Ինչպես գիտենք, օրերս տեղի ունեցավ տարվա երգ 2025 ամփոփիչ մրցանակաբաշխությունը։ Համալիրի շքեղ բեմում հանդես եկան սիրված արտիստներ, որոնց շարքում էին նաև ամուսիններ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը։ Զույգի ելույթի ժամանակ դահլիճում էր նաև նրանց որդին՝ Ռոբը, ում ուրախությունն անչափ էր, երբ բեմում տեսավ ծնողներին։ Այս անկեղծ ուրախությամբ, հուզմունքով և սիրով լցված հոլովակն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Հատկանշական է նաև նշել, որ Միհրանը և Արփին վերջերս հյուրընկալվել էին Հերմինե Դիալոգ հաղորդաշարին։ Հերմինեի հարցին՝ «Բա երկրորդը չեք ուզում ունենալ», Արփին հստակ պատասխանել էր՝ անպայման։ Այս և հարցազրույցից առանձնացրած մնացած հետաքրքիր հատվածները հաջորդիվ։ Հարց, որը Հերմինեին իսկապես անհանգստացնում է. «Ես շատ հաճախ վերջերս լսում եմ եռակողմ սիրային պատմությունների մասին հենց Հայաստանում, և հիմնականում էպիկենտրոնը տղամարդիկ են լինում, որ ունեն կին, ընտանիք, բայց մեկ էլ իմանում ես՝ իրենց կողքին ունեցել են ինչ-որ մեկին։ Արդյոք տղամարդու բնույթն է էդպիսին»։ Միհրանը հարցի շուրջ խոսելով մեկնաբանեց այսպես. «Բոլորի մոտ չի էդպես, եթե էդպես վերցնենք, շատ աննորմալ երևույթներ կան։ Ես էլ եմ լսել, որ երկար տարիներ ընտանիքի հետ համատեղ սիրուհի է ունեցել։ Չեմ պատկերացնում նման բան։ Երևի թե ամուսնացել եմ այն տարիքում, հասկանալով ու քաջ գիտակցելով ուր եմ գնում։ Եթե ավելի երիտասարդ տարիքում ամուսնանայի, կարծում եմ կարող ա չստացվեր, կարծում եմ դա լինում է շտապելուց և չգիտակցելուց։ Ես միշտ ասում եմ՝ պիտի մարդ մի քիչ աչքը տեսած լինի»։ Ուղիղ եթերից հետո, երբ բոլորով հայտարարությամբ հանդես եկան Ֆուլ Հաուսի նորության մասին, երկրպագուների հետաքրքրության ալիք բարձրացավ։ Քննարկման արժանացավ Ֆուլ Հաուսի տարաձայնությունների թեման։ Արփին փաստեց, որ ինքն ու Միհրանը երբևէ չի եղել, որ խոսել են որևէ մեկի մասին Ֆուլ Հաուսից և առհասարակ, բայց հակառակը եղել է։ Միհրանի խոսքով էլ տարաձայնություններ եղել են, սակայն չպետք է դրանց մասին խոսել եթերով։ Զույգը շատ դժվարությունների միջով է անցել, և Արփին իր հարցազրույցներում շատ է նշել այս մասին, սակայն չակերտները չի բացել երբևէ։ Ես շատ հարցերում հնարավոր է այլ պատկերացումներ եմ ունեցել, եղել եմ ինքնուրույն, միայնակ և դժվար էր անցումը։ Միհրանը եկել է իմ կյանք փորձելով իմ վրայից շատ բան վերցնել, ի ուրախություն ինձ իր տեսակի տղամարդ է ինձ հանդիպել։ Երբ սկսեցինք աշխատել մի տևական ժամանակ, մենք գործընկերներ էինք և ես հասկացել էի, որ նա շատ աշխատասեր է և հումորով։ Նա տարբերվում էր նրանով, որ լինելով երգիչ, արտիստ, դերասան, ապրում էր հասարակության մոտ, իրականության մեջ, կյանքի մարդ։ Միհրանի այն գծերից մեկը, որը իմ նյարդերին ազդում է, նրան ամեն ինչ պետք է ես հիշեցնեմ, բզեմ։ Մնացած առումով մենք իրար վաղուց հասկացել ենք։ Թանկարժեք նվերներ սիրում է արդյոք անել Միհրանը։ Չուզեցավ այս մասին խոսել և հումորով Արփիին էլ հորդորեց լռել, որ չհայտարարագրի։ Ռոբի մասին խոսելով Միհրանը նշեց. «Ռոբի համար աշխարհը մի կողմ, մաման մի կողմ։ Լինում ա, որ ասում եմ՝ բա ես, բա պապան, չի նեղացնում իհարկե։ Ինձ թվում ա քիչ են լինում տենց արտահայտվող երեխաներ, անընդհատ սիրո խոստովանություններ է անում»։ Հաղորդման վերջում ավանդական հարց՝ իսկ երկրորդը չեք ուզում ունենալ։ Ռոբին քույր կամ եղբայր պարգևել։ Արփին կարճ պատասխանեց՝ անպայման։ Ֆուլ Հաուսի մասին խոսելով Արփի Գաբրիելյանն ասաց, որ նորություն ունեն։ Չեմ կարող հիմա շատ բան ասել, բայց համոզված եմ, որ հեռուստադիտողները շատ կուրախանան։ Առաջին անգամ ինձ զգաց դերասանուհին նկարահանման հրապարակում, երբ տեսավ Միհրան Ծառուկյանին։ Միհրանն էր, ոչ մի արտառոց բան, մենք միմյանց մինչ այդ ճանաչել ենք։ Սկսվել են նկարահանումները, շատ լավ գործընկերներ էինք։ Շրջագայությունների ժամանակ բնականաբար մարդուն ավելի լավ ես ճանաչում։ Մենք երբևէ չենք մտածել, որ մեր կողակիցը պետք է լինի մեր ասպարեզից։ Մտերմացանք և քիչ-քիչ հասկացանք, որ սիրահարվել ենք միմյանց։ Վեճերի և նեղացած լինելու ժամանակ ինչպես էին անցնում միասին նկարահանումները։ Իսկապես դժվար էր խաղալ նրա հետ։ Եղել է մի տևական ժամանակ, որ մենք ընդհանրապես չենք շփվել։
Բայց աշխատում էինք, դժվար էր, պիտի խոսես այդ մարդու հետ, բայց իրականում չես խոսում։ Լինում էին, գնում էի սենյակում, փորձում էի արցունքներս հավաքում, որպեսզի հետ գայի ու խաղայի ծիծաղելի տեսարան։ Միհրան Ծառուկյանի անսպասելի և հուզիչ ամուսնության առաջարկության մասին ասաց. Դա իսկապես ինձ համար անակնկալ էր, սրտիս խորքում շատ սպասված, բայց անսպասելի։ Հաճելի էր ու միաժամանակ տարբեր էմոցիաներ էին մեջս խառնվում։ Ամուսնության առաջարկությունից հետո բոլորը Միհրանի մայրիկի դեմքի արտահայտությունն էին քննարկում, ուրախ էր, թե ոչ։ Արփին երբ ասել էր, որ միասին են ապրում, այնքան սիրով էր արտահայտվել նրա մասին, որ բազմաթիվ հարցեր ստացան իրենց պատասխանները։ Արփի Գաբրիելյանին հարցազրույցներից մեկի ժամանակ հարցրել են. «Արփի, տարիներ առաջ գործունեությունդ սկսեցիր որպես երգչուհի, հետո եկար հեռուստատեսություն որպես հաղորդավարուհի։ Կարծես երկրորդ պլան մղվեց երգչուհու և հաղորդավարուհու աշխատանքներդ, ի վերջո, որ աշխատանքն է քեզ ավելի շատ դուր գալիս։ Ինձ համար թատրոնը, կինոն, հեռուստատեսությունը և երգարվեստն իրարից անբաժանելի մասնիկներ են։ Յուրաքանչյուրի մեջ կարողանում եմ ինձանից ինչ-որ բան ներդնել։ Երբևէ չեմ տարանջատել դրանք, թե սովորելու, թե աշխատելու ընթացքում յուրաքանչյուր բնագավառին տրամադրել եմ ժամանակ և զբաղվել պրոֆեսիոնալ։ Ինձ համար բարդ է տարանջատելը, սակայն եթե ընտրության առաջ կանգնեմ, երևի թե կընտրեմ դերասանական արվեստը, քանի որ այս բնագավառում ես ինձ շատ լավ եմ զգում։ Ասում են՝ մարդ պետք է ընտրի այնպիսի աշխատանք, որ ոչ մի օր չաշխատի։ Ես իսկապես չեմ զգում, որ աշխատում եմ, անկախ նրանից, թե գրաֆիկս որքան ծանրաբեռնված է։ Հայկական կինոշուկայում ռեժիսորները հիմնականում դերասաններին տեսնում են մի ամպուլայում։ Ըստ քեզ, կարողացել ես տարբեր կերպ ներկայանալ հանդիսատեսին։ Կարծում եմ դեռ ոչ, ես մեծ սիրով կհամաձայնեի խաղալ մի դեր, որն ամբողջությամբ տարբերվում է մինչև այս խաղացածս դերերից։ Չգիտեմ դա ինչ կերպար կարող է լինել, սակայն մեծ սիրով դուրս կգայի եղած սահմաններից և կգնայի ռիսկային փոփոխության։ Մենք տարիներ շարունակ քեզ տեսնում ենք արտաքին նույն կերպարով։ Թվում է փոփոխություն անելը քեզ շատ բարդ կտրվի։ Պատրաստ ես արտաքին փոփոխության գնալ տարբերվող կերպարի համար։ Իհարկե, զուտ ինձ համար չեմ անի այդ փոփոխությունը, չեմ հրաժարվի երկար վարսերից կամ դառնամ շիկահեր։ Սակայն սիրելի աշխատանքի լավ կերպար մարմնավորելու համար հաստատ կանեմ։ Կերպարային յուրաքանչյուր փոփոխության պատրաստ եմ, որովհետև դա ինձ ստիպելու է ավելի լավ մտնել կերպարիս մեջ։ Ինչ վերաբերում է տեսարաններին, ինձ մոտ հստակ են սահմանները։ Այնուամենայնիվ, մասնագիտությանդ մեջ ունես տաբուներ։ Մենք ծնվել ենք հայ ընտանիքում, ապրում ենք Հայաստանում, իհարկե տաբուներ կան։ Ճիշտ չեմ համարում, երբ ասում են, եթե ընտրել ես այս մասնագիտությունը, պիտի ամեն ինչի պատրաստ լինես։ Կան տաբուներ, որոնք հայերիս են հատուկ, ես չեմ կարող դրանք անտեսել, եթե նույնիսկ լինեմ այլ շուկայում։ Քեզ տեսել ենք բաց հագուստով, ժամանակին աչքի էիր ընկնում շատ կարճ զգեստներով։ Scotch and Whisky ֆիլմում ունեցել ես մերկանալու տեսարան։ Սակայն այդ ամենը ներկայացվում էր որոշակի շղարշով, մերկանալու տպավորությունը կար, մերկությունը ոչ։ Տաբուներդ լրիվ բաց տեսարաններում նկարահանվելու հետ են կապված։ Ես գիտեմ, որ չեմ զգա դա, իսկ եթե չզգամ, անիմաստ է սուտ անելը։ Հոգեբանական առումով ես հասել եմ այն հասունությանը, որ հստակ գիտեմ՝ ինչի եմ պատրաստ, ինչի ոչ։